Պարոն Քոչարյան, 10 տարի հետո Այս հնարավորություն եք ունեցել։ Ես չէի սպասում, որ ազատ կյանքը այսքան լավ է։ Էլ ինչ եք ուզում դες։ Դե անկախության օրվա հետ կապված։ Շնորհավորանք։ Չէ՞ որ դուք անկախության հիմքերում եք եղել, ձեռքբերումները նաև ձերն են։ Նաև մեղմ ասացա մի քիչ։ Չէ, իհարկե լավ է տրամադրությունը, հատկապես երբ տեսնում ես, որ ամեն ինչ ընթանում է բավական հուսալի ուղղությունով։ Ես կարծում եմ, եթե դուք վարժված եք, որ շատ չեմ խոսում, այլ է։ Դե ամեն դեպքում այս կարանքությունից հետո ուզում ենք որ խոսեք։ Արցախի անկախության օրը ինչ խորհրդանիշ եք փորձում, լավ է, մեզ դառնումով լավ է։ Իսկ պարոն Քոչարյան, ինչ է սպասվում հաջորդ 20-ամյակի համար, լավ, այսպես ասած։ Որպես Արցախի կերտման հիմքերում կանգնած մարդ, ձեզ զգացումներ այսօր։ Որ ստեղ եմ, ուրեմն անտարբեր չեմ։ Եվ կարևորը արդյունքները լավն են։ Չէ, դուք ուզում եք ինչ-որ զգացմունքների, այսինքն բորմոկված ինչ-որ ապրումներով, բան, չէ, այդպես չեմ ասել։ Իսկ պարոն Քոչարյան, ինչ է մեզ պակասում հիմա, լավ, անկախության։ Հիմա անկախության մի օրվա։ բաժակ օղի, առավոտից մի հատ թութու հետ է։ Տոնական օրը արամ, չէր այսօր ոչ մեկս հյուրասիրել է, հույս ունենք, որ մի ժամից կհյուրասիր է։ Ժամանակ են ուզում էի փախնել, չստացվեց։ Քոչարյան միկրոֆոնների, երեխեք զրուցեք։ Հեռանալ հետևում ես, բայց ակտիվ։ Եթե հետևում եք, ուրեմն ձեր մոտեցումները կարծիքը Արդեն հարցազրույց։